Փառք Տիրոջը։ Այսօրվա պատգամը, որ ուզում եմ ձեզ հետ միասին կիսվել, վերնագրել եմ ցանցի մեջ, բայց ոչ փոխված, կամ ուրկանի մեջ, բայց չփոխված։ Թե միտքը ինչ է, մի քիչ ավելի ուշ կիմանանք։ Ուզում եմ կարդալ Մատթեոս ավետարանի 21-րդ գլխի 28-ից 32 խոսքը։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ եւ առաջինին ասաց. «Որդի, այսօր գնա իմ այգում աշխատիր»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»։ Բայց հետո զղջաց ու գնաց։ Գնաց մյուսի մոտ եւ նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. «Կգնամ, Տեր», բայց չգնաց։ Այդ երկուսից ով կատարեց հոր կամքը։ Մեկը ասաց. «Չեմ գնա», բայց հետո փոշմանեց գնաց։ Մեկն ասաց. «Գնամ», բայց խաբեց չգնաց։ Նրան ասացին առաջինը։ Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո թագավորություն, որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ եկավ արդարության ճանապարհով, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք, որ նրան հավատայիք»։ Հետաքրքիր շատ խիստ խոսք ասաց։ Եվ սա ասում էր Աստծո ընտրյալ ժողովրդին։ Ուրիշ տեղերը կասում են հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից շատ մաքսավորներ ու պոռնիկներ կգան կբազմեն Աստծո թագավորության մեջ, բայց արքայության որդիները դուրս պիտի մնան արտաքին խավարում, որտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Սա շատ դաժան խոսք է, բայց արդար խոսք։ Այս խոսքերի մեջ մենք տեսանք առաջինը ասաց. «Չեմ ուզում», բայց հետո զղջաց։ Հասկացա, որ ճիշտ չվարվեց իր հոր ասածի հետ, գնաց հոր ասածը կատարելու։ Երկրորդն ասաց կգնամ, բայց չգնաց։ Երբ մենք Աստծո խոսքը լսում ենք ու ասում ենք այո, բայց չենք գնում, մենք նույն վիճակի մեջ եղած մարդ ենք։ Հրեաները եղան առաջի ժողովուրդը երկրի վրա, որ ասում այո ասացին, բայց նրանց այոն ոչնչի հավասարվեց։ Եվ նրանք չպահեցին Աստծո ասածները, բայց հեթանոսները պահեցին։ Հայերը առաջին ընդունեցին Քրիստոսի խոսքը, հեթանոս ազգ էինք։ Բայց մինչև այսօր հրեաները դեռ մերժում են Քրիստոսին ու չեն ընդունում եւ ամենաանարգալից խոսքերն են ասում Քրիստոսի հասցեին։ Իսկ հեթանոսները ընդունեցին։ Գործք առաքելոց 13-րդ գլխի 45-ից 47 խոսքը Պողոս առաքյալը ու Բարնաբասը գնացին ավետարան քարոզելու հրեաների մեջ։ Իսկ Պողոսն ու Բարնաբասը համարձակորեն ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծո խոսքը խոսվեր, բայց քանի որ դուք այն մերժում եք եւ ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք գնում ենք դեպի հեթանոսները»։ Նրանք հրեաներին քարոզում էին, նրանք նախանձով լեցված սկսեցին հակառակվել եւ հայոյել առաքյալներին։ Նրանք էլ փեշները թափ տվեցին ու ասեցին. «Ձեր մուրը, այսպես ասած, ձեր գլուխը, մենք գնում ենք հեռավոր հեթանոսներին, նրանք կընդունեն»։ Հետաքրքիր որ Քրիստոսի 12 առաքյալները դրանք աշխարհում մեկ ավետարանը քարոզեցին, իսկ Հրեաստանում չընդունեցին։ Ճիշտ է, հրեաներն էլ եղան շատերը, որ ընդունեցին, բայց արքայության որդիները մերժեցին Աստծո հրավերը։ Եվ Աստված էլ Պողոս առաքյալին ասաց, որ ես քեզ լույս տրեցի հեթանոսներին։ Իսկ Պողոսը այն ազնվորություններ, որը այնքան նվիրված էր հրեականությանը իր ազգին, բայց հրեաները նրան չընդունեցին։ Եվ նա գնաց հեռավոր հեթանոսներին քարոզելու։ Մի ուրիշ առակ եմ ուզում կարդալ եւ այս երկու առակները կապել միմյանց հետ։ Հաջորդ առակը նորից խոսում է մեկի մասին, ով ուներ երկու որդի նորից։ Չորեքշաբթի օրը եղբայրները այս մասին ագին խոսեցին, ես որոշակի լրացումներով կասեմ։ Երկու եղբայրներ էին, երկուսն էլ մեծացել էին նույն ընտանիքում, ստացել էին նույն դաստիարակությունը, նույն խնամքը, բայց իրարից շատ էին տարբեր։ Ինչպես Կայենն ու Աբելը երկու եղբայրներ էին, բայց իրարից շատ էին տարբեր։ Ինչպես Եսավն ու Հակոբը երկու եղբայրներ էին, բայց իրարից շատ էին տարբեր։ Հնարավոր է, որ նույն ընտանիքում լինեն երկու եղբայրներ ու իրար նման չլինեն ասկի։ Հնարավոր է։ Առաջինը ձանձրացել էր հոր խորհուրդներից եւ խրատներից, հոր հսկողությունից եւ ազատություն էր տենչում։
Մի օր էլ եկավ ու հորն ասաց. «Չեմ ուզում քո հետ ապրել։ Տուր իմ ստացվածքը, իմ բաժինը ինչ է, տուր ես ուզում եմ քեզանից բաժանվել»։ Հայրը շատ իմաստուն մարդ էր։ Նա հասկացավ, որ անիմաստ է իր որդու հետ վիճելը։ Եթե իր որդին իր խրատները եւ խորհուրդները չի ընդունում, ուրեմն երևի պետք է որ կյանքը իր դաժան դասը տա, կյանքը իր ապտակը տա նրան ու հնարավոր է որ նա հասկանա ու շտկվի։ Եվ հայրը տվեց իր ստացվածքը եւ նա վերցրեց այն, վաճառեց վերածելով փողի ու գնաց հեռավոր աշխարհ։ Առաջի որդին մնաց հորը մոտ։ Առաջի հայացքից թվում էր, թե նա շատ հնազանդ որդի էր, միշտ հոր կողքին։ Այդպես երևում էր դրսից, բայց հետո մենք տեսնում ենք, որ այդ տան մնացած որդին էլ մի բան չէր։ Անանակ որդին ասաց. «Չեմ ուզում առաջի առակի նման», բայց ուղղեց հետո ապաշխարեց, հետ դարձավ հոր մոտ եւ երկրորդն ասաց. «Կանեմ Տեր», բայց չգնաց։ Անառակ որդին իր ունեցվածքը սկսեց վատնել անբարոների եւ իր նման անառակների ու զվարճանքների վրա։ Քանի դեռ փող կար իր քսակի մեջ, իր ընկերակիցներն էլ շատ բազմաթիվ էին։ Բայց երբ որ այդ փողը վերջացավ, ընկերներն էլ վերջացան։ Դուք գիտեք, կան իսկական ընկերներ կյանքում, ու իսկական ընկերները շատ քիչ են լինում։ Շատ քիչ են լինում։ Մեկ կամ մի քանի։ Եվ կան շահի ընկերներ, հատկապես փողի ընկերներ։ Փող ունես, կողքդ լիքն են մարդիկ։ Փող չունես, կարող է քեզ վաղը բարևել չտան։ Եվ շատ փողատերերը այսպես են վերջացրել իրենց կյանքը։ Նա ոչ միայն հորտան մեջ չէր աշխատել, չգիտեր աշխատանքը ինչ է, այլ պարզապես նա մսխել էր, շռայլել էր հոր ստացվածքը։ Կան չէ փողատեր ընտանիքներ, որ երեխեքը մեծամասամբ լինում են երեսառած երեխաներ, որտեղ իրենց ամեն ինչ կարելի է, ամեն ինչ ունեն։ Նրանք երբեք չեն էլ հասկանում ու գնահատում իրենց հոր իրենց տրված ժառանգությունը։ Սակայն ուրեմն այդ քսակը անսպառ չէր, մի օր ավարտվեց։ Սոված ստամոքսը ուտել էր ուզում, բայց ուտելու համար փող էր պետք, փողն էլ չկար։ Իր ընկերները իրենից սկսեցին հեռանալ, մնաց միայնակ։ Պանդոկներն ու ռեստորանները, որ միշտ այդտեղի ինքը ամենապատվավոր մասնակիցն էր, էլ իրեն չէին ընդունում, որովհետև այդ ռեստորաններին պետք չէր իր նման դատարկագրպան ու դատարկագլուխ մարդիկ։ Եվ ինչ եղավ հետո։ Ոչ մի արեստ չուներ։ Ոչ մի բան չէր կարողանում անել։ Ստիպված դիմեց այդ բնակավայրի մեծ արուստներից մեկին, որ իր խոզերը արածացնի, որ գոնե կարողանա իր օրվա հացը վաստակել։ Բայց այս առակն ասում է, որ նա մեծ փափակով, ախորժակով այդ խոզերի կերած եղջերապտղից ուզում էր իր ստամոքսը լցնել, այդ էլ նրան տվող չկար։ Եվ այսպես գլխիկոր, սոված, տխուր նստած էր մի անկյունում ու հիշում էր իր հայրական տունը։ Ու մտածում էր. «Ես ինչ արեցի ես։ Ուր հասա ես, որտեղ էի, հիմա ուր եմ։ Ինչ անեմ ես։ Դառնամ հորս տուն, դառնամ, բայց ինչ երեսով»։ Բայց այլընտրանք չուներ։ Ու մտածեց իմ հայրը բարի մարդ է։ Իմ հայրը սիրող հայր է։ Դառնամ հորս, հուսամ դրա գթասրտությանն ու ներողամտությանը եւ ասեմ. «Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաներից մեկը արա»։ Եվ վեր կացավ ու եկավ հոր մոտ։ Ճիշտ վարվեց այդ որդին։ Օրինակ դուք որ այդ հայրը լինեիք, կընդունեիք։ Կընդունեիք, որովհետև ես առակ կարդացել եք։ Ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն նրա մեջ ինչ փոփոխություն տեղի ունեցավ, որ նախկինում չկար։ Հասկացավ, որ իր հայրը ճիշտ էր, իսկ ինքը անխոհեմ ու ինքնահավան որդի։ Դուք գիտեք, մենք հիմա բոլորս հասկանում ենք Աստծո առաջ, որ մենք այսպես անխոհեմ ու ինքնահավան ենք եղել եւ կոտրված սրտով ենք վերադարձել դեպի Աստված։ Ոչ։
Նա հասկացավ, որ նորմալ դաստիարակություն չի ստացել եւ կյանքը իր հուժկու ապտակը տվեց նրան, իր մեջքը կոտրեց հպարտություններ հետը եւ վերադարձեց հայրական տուն։ Հասկացավ, որ աշխարհում չկա մեկը, որ իր հոր սրտի պես սիրտ ունենա։ Եվ վերադարձավ իր հոր մոտ։ Հասկացավ, որ իր ընկերական շրջապատը բոլորն էլ իրենց շահն էին փնտրում։ Շահը վերջացավ, ընկերությունն էլ վերջացավ։ Եվ այնքան իջավ իր աստիճանից որդիական, որ հաշտվեց անգամ իջնել մինչև վարձկանի մակարդակի, մենակ թե իր հոր տան մեջ հաց ունենա ուտելու։ Երբ որ եկավ, հայրը նրան սպասում էր։ Երևի ամեն օր սպասում էր իր որդու ճանապարհին։ Եվ գրված է, տեսեք ինչ է։ Եվ երբ որ դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ։ Մատները ծալիկ։ Գթաց։ Երրորդ վազեց, չորրորդ վզով նկավ, հինգերորդ համբուրեց նրան։ Դուք տեսաք ինչքան հայրը ինչպեսի մոտեցում ցուցաբերեց իր որդուն։ Եվ որդին նրան ասաց. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Բայց նա հանդիպեց հոր անակնկալ ընդունելությանը։ Հայրը չհեգնեց նրան։ Օրինակ մենք լինենք կարող ասենք, քիդդ արդվեցավ, հասկացար, բայց չէ, հայրը մի բառ չի ասում, չնախատեց նրան, չասաց, չէ որ ես քեզ ասում էի, որ այդպես ճիշտ չէ, որ դու վարվում ես, չէ։ Հայրը ինչ արեց։ Նրան գրկաբաց ընդունեց ու ներողամտաբար, որովհետև հայրը շատ երկար էր սպասել իր որդու վերադարձին ու վերջապես իր որդին վերադարձավ։ Սա գեղեցիկ, այսպես ռոմանտիկ տեսարան է հոր եւ որդու միջեւ։ Եվ ինչ ասաց։ Հայրը իր ծառաներին հրամայեց, ասաց. իսկույն բերեք լավագույն պատմուճանը, ուրիշ թարգմանության մեջ գրված է նախկին պատմուճանը, ու հագցրեք նրան։ Ինչու՞, որովհետև տկլոր էր։ Մատանին դրեք նրա ոտքերին ու կոշիկներ հագցրեք, որովհետև ինքը բոբիկ էր։ Բերեք պարարտ եզը մորթեք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետև նա սոված էր, որովհետև իմ որդիս մեռած էր ու կենթանացավ, կորած էր ու գտնվեց եւ սկսեցին զվարճանալ։ Այսքան տեղը տեսարանը շատ հրաշալի էր։ Որդին գնացել էր, բանտ էր նստել, թե ուր էր, մի խոսքով վերադարձավ լրիվ փոխված, կոտրված, փշրված։ Իր ավագ եղբայրը դաշտում էր։ Օգնած տուն էր գալիս, մեկ էլ լսեց ինչ-որ նվագի ձայն, ինչ-որ կեր ու խում, ուրախություն, զվարճանք, ինքը տեղավ չէր։ Ծառաներին ասաց, «Ինչ է եղել, ինչ քեֆ ուրախության ձայն է»։ Ծառաներն ասացին. «Քո եղբայրդ վերադարձավ եւ քո հայրդ պարարտ զուարակը մորթեց»։ Կարդամ այդ մասը։ Իսկ նրա ավագ որդին դաշտում էր, մինչ գալիս էր մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց, իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե ինչ է այդ։ Նա էլ ասաց նրան. «Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզը մորթեց, որովհետև նրան ողջ ու առողջ ընդունեց»։ Եղբայրը ինչպես ընդունեց այդ լուրը իր եղբոր վերադարձի։ Ուրախացավ իր եղբոր վերադարձի վրա։ Չուրախացավ։ Իսկի չէր կարոտել իր եղբորը։ Կարծես թե ոչ։ Ինչու նա չկարողացավ ուրախանալ այն ուրախությամբ, ինչ ուրախությամբ ուրախացել էր իր հայրը։ Ես մի բան կասեմ, կարող է դուրները չկա իմացած, սա իմ եզրակացությունն է։ Սուրբ գրքում այդպես բան չկա գրված։ Ես կարծում եմ աշխարհում չկա որևէ եղբայր կամ քույր, որ կարողանա այն սիրտը ունենալ, ինչպես հայրը կամ մայրը կունենան իր որդու կամ դստեր նկատմամբ։ Չի լինի այդպիսի բան։ Եթե մեկը կասի, ես լավ աղջիկ եմ, լավ տղա եմ, ոչինչ, դու քո երեխեքի նկատմամբ կունենաս այն սիրտը, որը նրանք չեն կարող ունենալ իրար նկատմամբ։ Ոչ մի եղբայր կամ քույր չի կարող ունենալ այն ուրախությունը, ինչը ունենում է Աստված կամ հրեշտակները երկնքում, երբ որ մի մեղավոր դարձի է գալիս եւ ապաշխարում է։ Ես կասեմ, ոչ մի եկեղեցի, երբ որ իր անդամներից մեկը գնացել է աշխարհ անառակության մեջ վատնել է իր քրիստոնեական պատիվն ու անունը, ու մի օր կոտրված հետա վերադառնում, կելնեն սիրուն կբերեն առաջ կնստեցնենք, ասեն արի նստես լավ առաջի տեղը, շատ ուրախ ենք ու գալու վրա։ Անկամ պատամա դեպքեր մի հատ նորահավատ է գալիս, ուզում ենք պատիվ տանք, առաջ նստեցնենք, որ ինք իրեն լավ զգա ընդունված, դրա վրա էլ արդեն խոսացողներ կան ոմանք, թե ինչ է, իմ տեղն չի անստե։ Բայց տեսեք, Աստված այդպես չի վերաբերվում դարսի եկած մեղավորին։
Եվ գրված է նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել։ Ուրեմն կանք առաջի որդուն։ Անառակ որդին սխալվարվեց, հետո հասկացավ, հետ վերադարձավ կոտրված սրտով։ Դաս քաղեց կյանքից, վերադարձավ ներողություն հայցելով հորից, ընդունվեց հորից, բայց մի բան կար իր ներսում այս ամենի հետ, մեկտեղ, որ նա դերևս ինչ որ հարցերում հասունացած չէր։ Որն էր այդ չհասունացած կողմը։ Նա շատ ճիշտ հասկացավ հոր ներողամտությունն ու բարությունը, բայց նա չկարողացավ հասկանալ հոր իսկական սերը։ Գիտեք ինչու։ Որովհետև նրան բերեց ոչ թե հոր հանդեպ ունեցած կարոտը, այլ հոր տան մեջ եղած առատ հացը։ Որովհետև եթե հիշում եք, գրված է, որ նա ցանկանում է իր որովայինը լցնել եղջերեն ու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս եւ սթափվելով ասաց, քանի վարձկաններ հորս տան մեջ առատ հաց ունեն, իսկ ես ահա այստեղ սովամահ կուր չունեմ։ Մեծ ողբերգություն չէ, գուցե հետո դա կհասկանա, դա էլ կհասկանա, բայց իր հետ վերադարձի առաջի շարժարիթը հոր տան մեջ կերած առատ հացն էր, որը ինքը չուներ։ Երկրորդ որդին երևում էր աշխատասեր, հնազանդ, չէ՞։ Երբ որ տեսավ հոր ցուցաբերած վերաբերմունքը եղբոր հանդեպ, շատ նեղացավ։ Ու տեսեք հորը ինչ ասում, կարդամ տեսեք։ Ահա այսքան տարի է ինչ ծառայում եմ քեզ եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել։ Ուրեմն որդին տարիները հաշվում էր, քանի տարիա ծառայում եմ հորս մեկ, երկրորդ քո հրամանները երբեք անտես չեմ արել։ Հիշեք, եթե դուք ձեր տանը ինչ որ մի բան անում եք հոր կամ որ հրամանից ելնելով, դուք ստրուկ եք այդ տան մեջ եւ ծառա։ Բայց երբ սիրով եք անում, որովհետեւ դա ձեր տունն է, եւ հոր մոր նկատմամբ եղած քո հարգանքից ու նվիրվածություն ես անում, դու արդեն ընտանիքի անդամ ես։ Այս տղան ասեց. ինձ մի հատ ուլել չտվեցիր, որին բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այս որդին եկավ, քո ունեցածը պորտնիկների հետ կերավ, նրա համար պարար եզը մորթեցիր։ Շատ էր վիրավորվել։ Հայրը թախանձելով սկսեց որդուն խնդրել. Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է, բայց պետք չէր ուրախ լինել ու խնդալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր ու կենթանացավ, կորած էր ու գտնվեց։ Հայրն ասում էր, միթե դու սա չկարողացար տեսնել։ Ես քեզնից չեմ խլել որևէ բան, այն իմն էլ որ կար, այն էլ էր քոնը։ Բայց հիմա քո եղբայրդ վերադարձել էր, պետք չէր որ նրան մենք ուրախությամբ ընդունեինք։ Ուրեմն վերահիշյալ առակներում տեսնում ենք, որ զղջումով ու ապաշխարության վերադարձած մեղավորին Աստված ընդունում է։ Հրաշալի չէ։ Աստված ամենասուրբն է, ամենաամենան է ամեն հարցում, բայց որքան ներողամտաբար ու սիրալիր է վերաբերվում կոտրված սիրտ ունեցող մեղավորին նկատմամբ։ Ես այնպես եմ կարծում, որ Ադամն ու Եվան, եթե Եդեմական պարտեզում ոչ թե սկսեին ինքնարդարացմամբ զբաղվել, այլ իրենց կոտրված սիրտը բերեին Աստծուն, չգցեին իրար վրա ուրիշի վրա, ասեին սխալ արեցինք, հայր, Տեր Աստված, ներիր մեզ խնդրում եմ։ Ես վստահ եմ, որ Աստված նրանց կներեր։ Եվ յուրաքանչյուր մարդ, ով գալիս է աշխարհից, Աստծուն մեղադրելով ամոթեդում, չի ընդունվում Աստծուց։ Աստված սիրում է կոտրված սիրտ եւ խոնարհ հոգին եւ իր խոսքից վախեցողին։ Եթե չլիներ Ադամի եւ Եվայի սխալը, չէր լինի նաեւ Գողգոթայի այն տառապանքները, ինչի մասին մենք երեք միասին կիսվեցինք, Քրիստոսի անարգ խաչի մահը, Քրիստոսի մեռնելը, Քրիստոսի հարություն առնելը։ Նարեկացին իր մատյան ողբերգության մեջ մի հետաքրքիր խոսք ունի գրված, ասում է զղջացած մեղավորին պատվական կնես դուն, իսկ մաքուր կարծվածին արդարությամբ քննելով կդատապարտվես։ Զղջացած մեղավորին Աստված դարձնում է պատվական, բայց ով իրեն մաքուր է կարծում, Աստված կդնի արդար դատաստանի ու կդատապարտի։ Ուրեմն Աստծուն մեզ պետք է մոտենալ ավելի շատ կոտրված սրտով, քան թե մեր արդարությունը Աստծո առջև բերելով։ Ուրեմն Աստծուն պետք չեն գեղեցիկ խոսքեր, նրան պետք է իրական հնազանդություն։ Առակը շատ պարզ էր, ասեմ մի ուրիշ առակի, որը կսկսենք իրար հետ համեմատել, բաղդատել ու սրա միջից գտնենք այն ճշմարտությունը, որը մեզ պետք է։ Ծովը նետված ուռկանը։ Ովքեր են ձգնորսություն արել սկի։ Ռոմենը լավ ուժեղ ձգնորս է։
հայկուր կան եղբայրներից։ Ուրեմն ուրկանով դուք ձուկ բռնել եք։ Հիմա կարդամ ստեղ տեսեք, հենց այսպես է այդ ուրկանով ձուկ բռնելը, թե ինչ որ բան այդպես չի։ Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ 47-ից 50։ Դարձյալ երկնքի արքայությունը նմանվեց ծով նետված ուրկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում։ Եվ երբ լցվեց, ամանները ցամաք հանեցին, լավերը ամանների մեջ հավաքեցին, երբ որ լցվեց, ցամաք հանեցին եւ նստեցին, լավերը ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին։ Այսպես է լինելու նաեւ աշխարհի վերջում։ Ռեշտակները դուրս կելեն եւ արթարերի միջից չարերին կզատեն, ու նրանց կրակե հնոցը կգցեն, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Կանք ուրկանից։ Ուրկանը, որ գցում են ձուկ բռնելու համար։ Ուրկանը որոշում է, թե ինչ ընկնի իր մեջ, ինչը չընկնի։ Չէ, ինչ որ եղավ, ուրկանը հավաքում է իր մեջ։ Ճիշտ եմ ասում, Ռոմեն։ Լավ, վատ, ելնե օծ, գորտ, խեցգետին, այդտեղ ինչ մամուր, ինչ ասես։ Քաշում հանում ենք դուրս։ Երբ որ ավետարանը քարոզում ենք մարդկանց, մենք ավետարան դա հենց ցանցն է, ուրկանն է, որը գցում ենք աշխարհի մեջ։ Ինչ ասես կընկնի այդ ուրկանի մեջ, լավը վատ, օրինակ փոքր ժամանակ Ֆելիքսն էլ երևի գիշի գնում ենք ցուկ որ բռնենք, այդպես արվից է շերեփուկներ կային, էլի, շերեփուկները որ գորդից ցակերն են շերեփուկները, փոշն, ցկամից լողում են, հավաքում լսում ենք ծոստերը, տվալերի մեջ բերում ենք ցուկ եք բռնել, ինչ ցուկ շերեփուկ է դա, որ մեծացավ, գորտա դառնալու։ Այսինքն հնարավոր է մեր բռնածը, որ բռնածը բռնել ենք ու բերել ենք այդ ուրկանով եկեղեցի։ Հնարավոր է ոմանք մի վիրավորվեք էլի, մեր եկեղեցում չկա դա ուրիշ տեղ է։ Ոմանք հնարավոր է շերեփուկ են ընդամենը։ Նման են ձկան, բայց վերջում նրանք ցուկ չեն դառնալու։ Նրանք վերջում գորտ են դառնալու։ Ինչու նման էին, լողում էին ձկան պես, բայց նրանց սերմը ուրիշ էր, նրանց գենը ուրիշ էր։ Նրանք այդպես էլ չեն դառնալու։ Ինչպես մենք որ օրինակներ շատ վերեցինք 2-ից 1-ի մասին, որ 50-50 հարաբերությամբ ոմանք չեն լինելու արքայության որդիներ, ոմանք չեն մտնելու աշոտակավորություն։ Սա վերաբերում է նաև այստեղ։ Ուրկանը հանեց, սա եկեղեցու տեսաների տարածքն է։ Սրանք տարբերություն չեն դնում սկզբից եկեղեցում, բայց մարդկանց աչքին։ Մի օր Աստված պետք է անցկացնի իր զտիչով։ Ովքեր գյուղացի են հին բաներից, գյուղացիներից գիշեն էլևատոր կար կոլխոզներում։ Այդ ինչ որ Սալոմը ծորենից զատող գործիք էր։ Ինչ որ քամի փչում էր, ասեն սորենը մի կողմ էր տանում, հարը դարմանը շփում էր ուրիշ կողմ։ Մի օր Աստված այդ իր էլևատորով կսկսի զատել միմյանցից։ Ուրեմն ցանցը մեծ ու փոքրը չի որոշում, մաքուր անմաքուրը չի որոշում, արժեքավորն ու անարժեքը չի որոշում։ Ցանցի մեջ կարող են ընկնել բոլորը։ Բոլորին բերում են միտեղ։ Ուրեմն լավի հետ կարող է լինել նաև վատը։ Ծովը կամ գետը, որտեղ նետվեցին ուրկանները, դա ժողովուրդներն են։ Աշխարհն է, մարդկային բազմությունն է, որը կարող է լինել անկանոն, խառը իրականություն։ Ուրեմն եկեղեցում դուք մի սպասեք, որ բոլորը պետք է անպայման լավ, մաքուր, սուրբ, արդար, աստվածավախ, ազնիվ, այսպես չի լինում։ Մի մասը լինելու է խոտան։ Հիմա ամեն մեկս մտածենք, չլինի այդ խոտանը ես լինեմ։ Երբ որ Տեր Հիսուսն ասաց, չէ որ ես ընտրեցի ձեզ 12-ից ու ձեզնից մեկը սատանա է, ու ձեզնից մեկը ինձ պիտի մատնի։ Ամեն մեկը հերթով ասին, միթե ես եմ Տեր, միթե ես եմ Տեր։ Ամեն մեկը իրենից էր վախենում։ Ու դանել ասաց, միթե ես եմ Տեր։ Հիսուսն ասաց, դու ասացիր։ Հասկանալի է։ Ուրեմն մենք մտածենք, ես չլինեմ դա։ Երբ որ եկեղեցին հավատացյալների համայնք արգոյության որդիները, սրանք այն տեսաների դաշտն են, որտեղ մենք հավաքում ենք, որը եւ կոչում է եկեղեցի։ Եկեղեցում բոլորը նույն տեսակից չեն, ուրկանը որ գցում եք ջուրը ձուկ բռնելու, բոլորը մի տեսակ ձկներ են ընկնում, տարբեր տեսակի ձկներ կան, չէ՞, կան կողակ կա, լոքո կա, չգիտեմ, գոջինի, կարպա, իշխանա, ինչ ասես կարող է լինել։ Ինչ կարծիքի եք, դրանք իրարից տարբեր են նաև իրենց արժեքով, թե ոչ։
Հիմա եկեղեցում հնարավոր է որ մարդիկ արժեքներով էլ իրարից տարբերվեն Աստծո աչքին։ Հիմա ոմանք ասեն, չէ, Աստված բոլորին հավասար է նայում։ Հավասար նայում է, բայց հավասար չի գնահատում։ Որովհետև երկնքում մեր տարբերությունները շատ մեծ է լինելու վարսկի տեսակետից եւ ընդունելության տեսակետից վերցված։ Ոմանք մի երբ կրակից կպրծնեն, ոմանք կստանան փառքի անթառան պսակը։ Ուրեմն տարբերություն կարող է լինել այստեղ Աստծո աչքին մարդկանց մեջ։ Իսկ մենք կարող ենք ձգտել դեպի դրան։ Պողոս առաքյալն ասում էր, ես մոռացած հետիները, կողքիները, ամեն բան մոռացած վազում էի դեպի առաջին մրցանակին, ամեն կերպ ամեն ինչ արեցի, որպեսզի հասնեմ մեռելներից հարության, ամեն բան աղ բամարեցի, որպեսզի շահեմ Քրիստոսին եւ հասնեմ դրա ճանաչողության գերազանցությանը։ Նա էլ էր վազում։ Ավազակն էլ խաչի վրա դրախտ մտավ Քրիստոսի հետ։ Նա էլ մտավ։ Միթե Պողոս առաքյալը ավազակին հավասար կշիռ ու չափ կունենա երկնքի թագավորության մեջ։ Վստահ ենք, որ չէ։ Ուրեմն այս առակը ուղիղ ամընկնում է ցորենի եւ որոմների առակի հետ, մենք որ կանգ առանք, 10 կույսերի առակի հետ, հարսանիքի սրահ մտած այդ հանդերձներ չունեցող մարդու առակի հետ։ Ցորենի որոմների առակում հունցքի տերներ որոշում, 10 կույսերի առակներում երկնքի տերներ որոշում, հարսանիքի առակում հարսանիքի տերներ որոշում։ Ով մնա, ով չմնա։ Ուրեմն, սա մի կողմից լավ է, որ մենք ազատվում ենք ավելորդ դատողություններից, որովհետև որոշողը Տերն է լինելու։ Որովհետև եթե մեր ձեռքը տար Աստված փրկությունը, մենք վայթե մի մասին մեր ճաշակով դուրս անենք, չթողեինք երկինք մտնեն։ Ինչ լավ է, որ այդ բանը Աստված չի տվել մարդու ձեռը, եւ Տերն ինքն է որոշում։ Քարոզիչը չի որոշում, եկեղեցին չի որոշում, ծառայողները չեն որոշում։ Որոշում է Աստված։ Իսկ վատ ձգները ովքեր էին։ Այստեղ չի ասում, որ ավելի մեղավոր մարդիկ էին, չի ասում, որ ավելի թուլացած հավատացյալներն էին, չի ասում, որ ավելի սայթակող հավատացյալներն էին։ Այստեղ ասում է, այդ բնույթից չէին նրանք։ Ինչպես որ որոմը շատ նման էր ցորենին, բայց ցորեն չէր, նման էր ցորենին, եւ նրանց տարբերությունը երևաց հունցքի ժամանակ, որովհետեւ ոչ թե ցորեններ որոմ դարձավ, այլ որոմը ի սկզբանե որոմ էր ու իր արդյունքը որոմ տվեց։ Այսինքն մարդիկ ի սկզբանե այդպիսին են լինում եւ չեն փոխվում երբեք։ Այս է ամբողջ ցավը։ Նույն դաշտում, բայց ոչ նույն սերմից, նույն ցանցում, բայց ոչ նույն էությամբ։ Այստեղ էլ ասում է, ոչ թե ձուկը լավներ փչացավ, ճանապարհին փոխվեց, այլ ասեց ի սկզբանե նրանց տեսակներ ուրիշ։ Հիմա հարցը նրանում է, ոչ թե մենք ասենք ես որ ձուկն եմ լավ կամ վատ, այլ ասեմ արդյոք իմ վրա փոփոխություն բերեմ է իմ եկեղեցում լինելը, թե ես մնացել եմ նույնը, ուղղակի ցանցի մեջ եմ ընդամենը այդքան բան։ Իսկ ցանցը երբ որ հանվեց, ցամաք, այնտեղ սկսեց այդ զտման աշխատանքը։ Ուրեմն քո ցանցում լինելը, քո այսօրվա քարոզը լսելն է, համայնքի մեջ լինելն է, հավատացյալի լեզու ունենալն է։ Սա քո արտաքին դրսևորումն է ընդամենը, բայց երկրորդը թե ինչպիսի ձուկ ես դու, որ ներքին աղբյուրից ես դու, սա շատ ավելի կարևոր է։ Եկեղեցին միշտ խառն է լինելու, եզրափակիչ խոսքս ասեմ, ավետարանը միշտ լայն է նետվելու, այսպես ցանցը միշտ է։ Եվ վերջնական դատաստանը Աստծո գործն է լինելու։ Ուրեմն քանի դեռ չենք հասել ապ, ժամանակ կա, բայց ոչ վաղը, այլ այսօր։ Այսօր է ընդունելի ժամանակը եւ այսօր է փրկության օրը, եւ որ կլսեք նրա ձայնը, մի խստացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր հայրերն արեցին անապատում ու տասնյակ հազարներով փրկվեցին։ Աստված մարդ չէ, որ մարդի պես վարվի։ Աստված շատ գթասիրտ է, բայց նաեւ շատ արդարադատ։ Ասո ոչը հավիտյան չի փոխվի, այոն էլ հավիտյան չի փոխվի։ Ուրեմն մենք մեր այոն կա ոչ ասելուց ասենք կշռադատված։ Ուրեմն ինչի մասին էր կամ ինչու էր Հիսուսը առակներով խոսում։ Առակներով չէր ասում այն բանի համար, որ ցույց տա թե փրկության դռները փակ է։ Հակառակ ցույց էր տալիս, որ զգուշացեք, դուք ունեք հնարավորություն, ունեք ժամանակ, ունեք շանս։ Մի բաց թողեք այն, որ այսօր է եւ ոչ վաղը։ Եթե ցանցի որոմների կույսերի առակները լիներ որպես դատավեճեր, իմաստ չէր ունենա Քրիստոսի ասած խոսքը, որ ասում էր ով ական ժնի լսելու թող լսի։ Այսինքն նշանակում է, եթե դու դեռ կարողանում ես լսել, ունես հնարավորություն,
փոխելու քո կարգավիճակը։ Նույնիսկ անգամ եթե դու վատ սերմից այստեղ եկած, կարող է դա էլ փոխվել, որովհետև մենք փոխվում ենք վերստին ծնունդով, ոչ թե ես Աբրահամյանների ցեղից եմ, դրա համար լավ եմ կամ վատ, այլ ես բոլոր մարդկանց մեջ նույն Ադամի ակունքներից եկանք բնույթով մեղավոր եւ վերստին ծնվելով դարձանք Աստծո ընտանիքի անդամներ։ Վերստին ծնված մարդը, ինչպես շատ անգամ կանգ առանք, նա չի կարող չհաշտվել Աստծո հետ, կարող է սխալվել, կարող է սայթակել, կարող է ընկնել, բայց կբարձրանա։ Եվ Աստված ասում է՝ իմ արդարը եթե 7 անգամ էլ ընկնի, պիտի բարձրանա։ Այ խնդիրը սրանում է։ Ուրեմն Սուրբ Գիրքը շատ հստակ բացատրում է, որ վերջնական վիճակ լինում է միայն երբ մարդը վերջնական Աստծուն ասում է ոչ։ Չեմ ուզում։ Ուրիշ բան է, որ դու ուզում ես, դեռ չի ստացվում։ Ուրիշ բան է, որ դու ասում ես չեմ ուզում։ Էլ մի խոսեք ինձ։ Ես մերժում եմ։ Լսել են, հասկացել են, ճաշակել են, տեսել են ու հետո ասել են չեմ ուզում։ Սա ինձ հարմար չէ։ Եվ այդ դեպքում մարդը կորցնում է վերջի հույսն անգամ։ Գիտեք, երկու տեղ կա, որտեղ հույս չկա։ Հիմա դուք բոլորդ հույս ունեք, բայց դժոխքում հույս գոյություն չունի։ Մեկ էլ երկնքում հույս գոյություն չունի, որտեղ ինչին հուսած, երբ որ ամեն ինչ արդեն ավարտված վերջացած է։ Եվ երկնքում անցյալ եւ ապագայել գոյություն չունի։ Երկնքում ամեն բան գտնվում է Աստծո հավերժական ներկայի մեջ։ Երկնքում ժամանակ հասկացողություն գոյություն չունի։ Դրա համար էլ անցյալ եւ ապագա ապառնի գոյություն չունի։ Այնտեղ այսօր վաղը մյուս օր գոյություն չունի, ամեն ինչ հավիտենական ներկայի մեջ է։ Դրա համար այնտեղ դատաստաններն են հավիտենական ներկայի մեջ։ Ուրախությունն ու ցնծությունը, փրկությունն էլ է հավիտենական ներկայի մեջ։ Ինչ գեղեցիկ է բայց։ Հնարավոր է փոխվել, այո, հնարավոր է, քանի դեռ շանս կա։ Մի խոսք կա, որ ասում է հարց են տալիս, թե Հիսուսն ասաց, թե դուք չեք կարող ինձ գալ, կամ ոչ ոք չի կարող ինձ գալ, եթե իմ երկնային հայրը նրան չձգի։ Ուրեմն հնարավոր է, որ Աստված չի ձգում, դրա համար մարդը չի գալիս։ Չեմ կարծում, թե սա ճշմարիտ կլինի, որովհետև այդ դեպքում կլինի, որ մարդը կասի, բա ինչ չես ձգում, ես ո՞նց կամ, եւ չեմ էլ կարողանա գալ։ Աստված ձգում է, բայց ոմանք արձագանքում են կամ ոչ, չեն արձագանքում։ Ձգելը չի նշանակում, որ զորով քաշելով Աստված պետք է բերի։ Մարդը ասում է, թո դե ինձ տանի զորով Աստված։ Ես էլ ինչ Աստված զորով ստիպելով ոչ մեկի չի տանում, չի բերում եկեղեցի, չի տանի երկինք։ Օրինակ, ձգողական ուժ ունի սերը։ Ովքեր են ջանքում սիրե մեկի։ Դուք զգացել եք ինչու՞ մի ձգողություն կա քո ներսում, որ անկախ քեզ տանում է քեզ, դու չես կարողանում մերժել, որովհետև քո ներսում գոյություն ունի այդ ձգողության օրենքը։ Կարոտը կարող է ունենալ ձգողություն, կարող է ունենալ։ Կարիքը կարող է ունենալ ձգողություն։ Անառակ որդու ուտելու կարիքը նրան չէ ձգես դեպի հայրական տուն։ Այսինքն սա բռնի քաշելը չէ։ Երբ որ մարդը դեռևս ներսից զգում է կարիք, արթնություն, երբ որ ուշքի է գալիս, երբ որ նրա հետ խոսում ես Աստծո մասին, նշանակում է դեռևս նա ունի հնարավորություն։ Դեռ նրա մոտ ամեն բան վերջացած չի, ամեն բան մեռած չէ։ Ուշքի գալ նշանակում է դեռևս ուշ չէ։ Օրինակ Նոյի ժամանակ մարդիկ չլսեցին արդարության քարոզիչի խոսքերը, որտեղ գրված է Նոյը այդ ժամանակվա արդարության քարոզիչներ։ Նոյը տապաներ պատրաստում, քարոզում էր Աստծո դատաստանը, ջրեղեղով երկրի կործանումը, որ Աստված իրեն ասաց, մարդիկ ծաղրում էին այնքան ժամանակ, մինչև որ տապանի դռները փակվեց։ Գիտեք տապանի դռները ով փակեց։ Նոյը չփակեց, փակեց Աստված։ Աստված փակեց այդ դռները ու այլևս չէր բացում ոչ մեկի առաջ, որ Նոյը ուզենար իր աղբորը քրոջը ինչ որ մեկին, եթե կար իհարկե այդտեսի բարեկամ, վերցներ տապանի մեջ, նա չէր կարողանա դա անել, որովհետև էլ իրենից կախված չէր։ Ղովտի ժամանակ նույնը եղավ։ Մարդիկ անարգում էին, ծաղրում էին, հասել էին համասեռամոլության գագաթնակետին։ Պղծությունը մտել էր Սոդոմ Գոմոր քաղաքներ, ինչպես այսօր այդ պղծությունը լցված է Եվրոպա, ավելի արևմուտք, այդ Հայաստանն էլ հեսա կամած այստեղ էլ է վերածում տրանսգենդերների ու իսի միջերի, որոնց ազատությունը ավելի շատ է պահպանված, քան հիմնական ազնիվ մաքուր քաղաքացիների։ Եվ մի օր Աստված արդար կդատի այս աշխարհը իր կրակի դատաստանով։ Այդ ժամանակ ոչ ոք չի կարող Աստծո ձեռքը բռնել ու փակել։ Այդ ժամանակ արդեն կլինի իսկապես ուշացած։
Բայց քանի դեռ մարդու սրտում կա կարիք, ձգտում դեպի Աստված, նշանակում է դեռ ուշ չէ։ Մեռած սիրտը չի արսնում, քարացած սիրտը չի վախենում։ Այստեղ նման մարդկանց հետ խոսելը արդեն անիմաստ է։ Նրանք այլևս չեն կարողանա լսել։ Ուրեմն մարդը կարող է տարիներով լինել եկեղեցում, քարոզ լսել, ծառայություններին մասնակցել եւ այդ ամբողջ ընթացքում լինել չվերածնված։ Այդ մարդու համար հույս կա։ Այո, Աշոտն ասում է կա, քանի դեռ ինքն էլ կա, բայց որ վաղը վերջացար դու, իսկ դու չգիտես քո վաղը երբ է լինելու, այդ ժամանակ արդեն հույսն էլ է վերջանալու քեզ հետ միասին։ Որովները բաժանվեցին հունցքի ժամանակ, ձկները զատվեցին, անջատվեցին իրարից ափին, կույսերի դուռը փակվեց Փեսայի գալուց հետո, հարսանեկի սրահում մարդը հայտնվում է հարսանեկի թագավորի ներկայությամբ եւ դուրս է անվում։ Եվ սա արդեն ոչ թե վերջնական պահն էր, այլ ընթացքն էր հələ դեռ։ Իսկ այդ ժամանակ արդեն դառնում է ամեն բան վերջացած։ Դրանից առաջ ընթացքն է, իսկ դրանից հետո վերջացած։ Ահա։ Կամ մի մտքի վրա էլ ու սրանով ավարտեմ։ Մի հատ հարց տամ ընդհանրապես։ Դուք Չորեքշաբթի օրն էլ լսեցիք, այսօր էլ մի քիչ լսեցիք անառակ որդու վերադարձի մասին։ Հիմա մի հատ հարց, եթե առակը պարզ էր ինչ որ եղավ չեղավ, ես մի հատ ուզում եմ բան մտցնեմ սրա մեջը, մի հատ նոր առակ։ Անառակ որդին գնաց, բայց չվերադարձավ այդպես էլ։ Բերավ կամ փողերը չվերջացավ, ուրիշ շրջապատ ընկավ, երեխու մանոներ իրան նման շատ էր։ Մի խոսքով չեկավ հայրական տուն։ Ինչ իմաստ կունենար արդեն այս առակը։ Մի մարդ ուներ երկու որդի, անառակը գնաց այդպես էլ չեկավ, տան որդին մնաց որդի, հավատարիմ որդի, ազնիվ որդի, հորեդ եղած որդի, ոչ էլ իր սիրտը կերևար, որտեվ անառակ որդին պետք է գար, որ նրա ներսի եղածը ի հայտ գար։ Համաձայն եք սրան։ Ուրեմն սա առաջին տարբերակ։ Նա կդառնալ լավ որդի, հավատարիմ որդի, աշխատասեր որդի։ Հիմա մեկը կարող է հեռանալ Աստծուց մարմնապես, ինչպես անառակ որդին հեռացավ։ Մեկն էլ կարող է Աստծուց հեռացած լինել սրտով, ինչպես տանը մնացած որդին։ Անառակ որդին երևում է մեր աչքին էլ, որ անառակ էր, բայց տանը մնացած որդին էր վտանգավոր վիճակի մեջ, որովհետև մենք չենք կարողանում դա տեսնել, դա կարող է տեսնել միայն Աստված։ Պարզ է։ Հնարավոր է մենք սուսիկ-փուսիկ խելոք լինենք, բայց այդ մենք մեր աչքին ենք այդպես կամ կողքի մարդկանց աչքին, բայց Աստված տեսնում է քո սրտի հատակը, քո տեսնում է քո ընդունակությունը, դու ինչի ես ընդունակ, ով ես դու։ Օրինակ մեր եկեղեցում էլի շատերը գնացին։ Եթե դուք մտովի մտածեք կհիշեք շատերին, որոնք գնացին ու այլևս չվերադարձան։ Չէ՞։ Այսքան էլ մեր եկեղեցուց գնացել են ու չեն վերադարձել։ Հիմա ասեց անառակ որդին, չշտապենք գնահատել։ Ոմանք վերադարձան, բայց նորից ընդունակ են գնալու։ Մարդիկ կան, որոնք չեն հարմարվում միտեղ, նրանք այստից դե մի բան կա, ասացված կա ժողովրդական ասում է պոպուն իրա բնից հոտ առնում, գիտի թե հոտը բնից է, չգիտի հոտը իրանից է։ Ուր գնում են չեն հարմարվում, որտեղ իրենք են չհարմարվող, ոչ թե տեղանքն է վատ։ Ոմանք վերադարձան կոտրված սրտով եւ ավելի ամուր հաստատվեցին եկեղեցում։ Ոմանք չգնացին ոչ մի տեղ, մնացին սիրով ու հավատարիմ։ Իմից սրանցից որն էր ավելի լավ։ Որ ոչ մի տեղ չգնար, մնար, բայց այն տունը մնացած որդու պես, թե հավատարիմ եւ սիրով լցված։ Ասում եք հավատարիմ սիրով լցված։ Լավ։ Առակը մի ուրիշ ձևով ասեմ ու ավարտեմ։ Իսկ եթե որդին այդպես չվարվեր, եղբայրը գնաց, անառակության մեջ վատնեց ստացված, հետո եկավ, հայրը սիրով ընդունեց, իրիկույն որդին էլ եկավ, ասից, «Էս ինչա, ասին աղբերը եկե»։ Ոնց թե աղբերս եկե, վազեր աղբորը, գրկեր, կարոտով, այ աղբերը, մերդեմ ջանին, էս ինչ լավ որ եկա, ինչ եղավ երկաթին եղավ, որ մեկ պատմաշի ավտո թվում ջարդում են, իշտ մասում են ինչ եղավ երկաթին եղավ, այն ինչ երկաթին, ինձ գցեցի կրակը, ես գնա, դե էլ ապա, ես վարպետների մոտ, սրա մոտ, դրա մոտ 6 ամիսա ավտոն չէր կարում բերեր։ Լավ, գոնե ինչ որ այր մարդու բան չեղավ։ Իսկապես դա այդպես էր։
Եթե այսպես աներ աղբորը, լավ ընդուներ, ինչ կարծիքի եք, ինչ տեղի կունենար։ Եթե այսպես լիներ, հրաշալի բան կլիներ։ Ուրեմն դուրս գար գրկեր եղբորը ուրախանար նրա վերադարձով։ Առաջի որդին ապաշխարեց, խոնարհվեց, վերադարձավ, դարձավ վերականգնված որդի։ Տան որդին կմնար հավատարիմ, ամենակարևորը կսիրեր, կներեր եւ կդառնար հասուն որդի։ Մեկը վերականգնված որդի վերադարձած, մեկը տանը մնացած, բայց հասուն որդի։ Որն ավելի լավ։ Դուք համաձայն եք երկրորդ տարբերակին։ Մնալ տանը, ինչպես հասուն որդի։ Իմ աղբերս էր, իմ քույրս էր, ստացվել է իր մոտ։ Իմ հետ էլ կարող էր այդ բանը լինել, որ չի եղել, ասո ողորմությունն է եղել, բայց որ եղել է, հարկավոր է հասկանալ նրան շանս տալ վերականգնվելու եւ ոչ թե պախարակել։ Գիտեք, մենք մեր հայ ազգը այդ շնության հետ կապված մեղքին շատ դաժան է նայում։ Իսկապես վատ բան է, շատ վատ բան է։ Բայց դա էլ է մեղքի տեսակ, այնպես ինչպես ստախոսությունն է մեղքի տեսակ։ Երբ որ մեկը անկավ այդ բանի մեջ չեմ քաջալերում, ես ասում եմ մեր հոգեբանությունը փոխելու։ Մենք դատապարտում ենք ամենավերջից, էլ այդ մարդուն ցարկում ենք, տրեպկա, թույլ չենք տալիս վերականգնվի երբեք։ Պախարակում ենք, գրում ենք ամենտեղ, համացանցում, ամենտեղ տարածում ենք, որ սրա ծերի հացը չառնեք։ Այսպես բաներ եղել են եկեղեցիներում, ես գիտեմ։ Այդ մարդը երբեք իր կյանքի բոլոր օրերում չի կարող վերականգնվել։ Օրինակ Ռուսաստանը մտեն չի, այնքան հասարակ բան է դա։ Սխալվա։ 200 անգամ սխալվում, ասում է սխալվա։ Դու ասում մարդ էլի սխալվեց։ Իրանց մոտ դա հեշտ է, իրանց մոտ էլ ուրիշ բաներ կա, որ չեն կարողանում։ Բայց մեղքը մնում է մեղք։ Ես ասեմ, մենք պատրաստ ենք մարդուն ներել, հնարավորություն տալ, ինչպիսին էլ որ նա լինի։ Խոսում ենք համասեռամոլների մասին, սա ամենաանարգված բառն է հայ հասարակության մեջ, բայց ասենք մենք հենց այդպես է եղել։ Մենք մենակ մի բան կասենք Հայաստանից, դավայ, այստեղ դու չես կարողանում ել քեզ գտնել։ Սա խոսում է մեր ընտանը մնացած որդու սիրտը ունելու մասին, հա, վերադարձավ, նա տեղ չունի։ Իսկ ես այդպեսին չեմ։ Բայց դու կարող ես լինել նաև այդպեսին։ Ուղղակի փառք դուր ասում, որ Աստված քեզ պահեց, որ դու այդ վիճակին չհասնես։ Դավիթից ավելի լավը չլինենք մենք։ Դավիթը Աստծո սիրելիներ, Աստծո մարգարեներ, Աստծո խոսք ունեցողներ, Աստծո քնարն ու երգ ունեցողներ, սամոս ունեցողներ, մարգարեր, բայց տապալվեց այդ նույն մեղքով։ Աստված նրան սպանեց, ոչ։ Օրենքն ասում էր սպանեք, բայց Աստված նրան խնայեց։ Հետո Դավթի նորից Աստված համարեց իր բարեկամը։ Իսկ Սավողին չէ։ Սավողը այդ մեղքը չէր գործել։ Սավողն էլ ինչ էր արել։ Անարգել էր Աստծո զոհը։ Անարգել էր Աստծո խոսքը։ Մեր աչքին այն ավելի հեշտ կերևար, բայց Աստված նա չկարողացավ հանդուրժել, բայց Դավթի կատարածը հանդուրժեց։ Որտեվ Դավթի կատարածը մարմնի կողման եղած մեղք էր, Սավողի կատարածը Աստծո անձի, Աստծո հոգու դեմ եղած մեղք էր։ Ուրեմն այստեղ երկու որդիներն էլ կլինեին, մեկը գտած, մեկը հասունացած։ Հիմա մի ուրիշ վտանգավոր կողմ ասեմ ու վերջացնեմ։ Այս առակը պատմելիս գրեթե բոլորս միշտ ներկայացնում ենք, որ անառակ որդին շատ ավելի լավն էր, քան տունը մնացած որդին։ Այո, լավ էր, որ նա վերադարձավ զղջալով, բայց այնքան ենք ցածրացնում վիճակը, որ անառակություն անել ավելի հանդուրժելի է, քան թե տանը մնալ ինչ որ այդ հոգեբանությամբ։ Չլինի, որ արդեն մենք սկսենք գիտեք ինչի վերածել, թուլացնել հնազանդության արժեքը, վերջ այդ տղեն հորտան մեջ, վերջ ամեն դեպքում մնացել էր։ Արդարացնել մեղքը, չտեսնելով մյուսից բանը, եւ ստեղծել սխալ մտածելակերպ։ Սա էլ է դառնում սխալ։ Ուրեմն մենք կարողանանք ճիշտ բալանսի մեջ դնել այս երկու իրավիճակները, երկուսի համար էլ մտածենք դուրս գալու ելք, ինչպես օրինակը բերեցինք, որ որդին թող սիրով ընդուներ, դա կլիներ ճիշտ, անառակ որդն էլ վերադառնար կոտրված սրտով, սա կլիներ ավելի ճիշտ։ Ուրեմն անառակ որդին իր վիճակը ցույց է տալիս Աստծո ողորմածությունը, տանը մնացած որդու մասին ցույց է տալիս մարդու սրտի վտանգը, որը կարող էր չի երևալ։ Բայց Աստված գնահատում է թե հավատարմությունը եւ թե ապաշխարությունը։ Ուրեմն ամենալավագույնն էլ մնար հոր հետ եւ ունենալ հոր սիրտը։
ով ուզում ինքը ունենա հոր սիրտը բոլորի նկատմամբ, բայց ոչ եղբոր կամ քրոջ սիրտը, որովհետև եղբայրը դքույրը մի քիչ ուրիշ կերպ են վարվում։ Ես ասեմ մի հատ այդ որ բանաստեղծներ եմ մոռացել եմ, որ Սիրազն ասում է գնա մորը սիրտը հանի բեր, Շիրազը, հա, որ գալիս է մոր սիրտը հանում է տան ճամփին ոտը կպկա չգիտեմ ինչի վայրը անկնում, մոր սիրտն ասում է տղես ոչ մի տեղը չցաված։ Այսինքն մայրական, հայրական սիրտը այսպես է։ Ձեր զավակները ինչպիսին էլ որ լինեն, ամենավերջի հանցագործն էլ որ լինեն, ամենավերջի անբարո բացվածն էլ որ լինեն, դուք նրան չեք շպրտի։ Չեք շպրտի։ Համասեռամոլ էլ ունի, դուք չեք շպրտի։ Չեք կարողանա դա անել։ Չեք կարողանա, հասկանում եք։ Բայց մենք կարողանանք։ Մեր համար, որովհետև ինքը մնում է մարդ, նրա համար մնում է որդի կամ դուստր։ Աստված ուզում է, որ մենք իր սրտի պես սիրտ ունենանք։ Իսկ ամենասուրբը, երբ կարողացավ մեզ հանդուրժել, ներել եւ ընդունել, մենք ով ենք, որ իրար նկատմամբ այդպես դաժան վարվենք։ Ասում մարդիկ կան, այսօր կանք չառնենք, հետո Տերը կամենական կառնենք Հոսեփը ինչպես վերաբերվեց, նա չասաց ոչ, հետո զղջաց, նա մնաց հավատարիմ մինչև վերջել, ինչպիսի փորձություններ եկան, բանտերով անցավ, չէ, 13 տարի նա անցավ բանտերով ու վերջում Աստված նրան բարձրացրեց ու դուրս բերեց կալանավորից հանեց Եգիպտոսի կառավարիչ։ Եթե վերցնենք Դանիելը ինչ հավատարմությամբ էին վերաբերում, անգամ ուտելիքն ինչ է, ուտելիքի հարցում դրանք չէին պղծում, ասում են իմ Աստված թույլ չի տալիս այս ուտելու, ես ոնց հանդգնեմ ձեռքս պարզեմ սրան։ Խնդրում էին, որպեսզի իրենց մարմինները չպղծեն օտար ուտելիքներով, որ Աստված արգելում էր։ Այսինքն նրանք հավատարիմ նվիրված էին։ Կամ Սամուելը փոքրուց Աստծո ձայնն էր լսում ու հնազանդվում էր եւ այդպես էլ ապրեց մինչեւ վերջ, մինչեւ իր կյանքի վերջը։ Մենք կարողանանք այսպիսի վերաբերմունք ունենալ Աստծո նկատմամբ եւ ներողամիտ մեր մերձավորի, մեր եղբոր կամ քրոջ նկատմամբ։ Մի օր կգա Աստված երկուսից մեկը կընտրի։ Այդ երկուսից մեկը ով լինի։ Ասում եք դու թե քո կողքի նստածը։ Իհարկե ես։ Լավ կլինի երկուսդ էլ լինեք։ Այսքան այսօրվա համար Աստված ձեզ օրհնի։ Եթե Տերը կամենա ողջ մնանք, հետո կշարունակենք։